88 թվին, երբ որ սկսվավ շարժումը, բոլորս մտածում էինք մի Հայաստանի մասին, որը որ պտիլներ դրախտավայր։ 90-ականների պատերազմների ժամանակ տղեկը հավատում էին, շատերը ստեղ ներկա են, վետերանները, շատերը զոհվեցին։ Կենթանի մնացածները տեսան, որ մենք չունեցանք մեր երազած Հայաստանը։ Բայց այն տղաները, ովքեր զոհվեցին, մտածում էին, որ իրանց երեխաները, իրանց մայրերը, իրանց թոռները, իրանց զավակները եւ սերունդները ապրելու են մի Հայաստանում, որը պիտի ծաղկեր ու բարգավաճեր։ Բայց ափսոս, ավաղ չունեցանք դա։ Երկար ժամանակներ միշտ լուսահոգի եղբայրս Սև հովաշ ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը միշտ ասում էր, մենք սպասում ենք պատերազմի, պատերազմը դեռ չի ավարտվել։ Ու եկավ այդ չարաբաստիկ օրը և խաբեցին մեզ։ Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են պատերազմին 44 օրյա, բոլորը գիտեն, որ մենք դավաճանվեցինք։ Դավաճանվեցինք և այս առհավիրքը բերեցին մեր գլխին, մորթելով ու սպանելով բազմաթիվ հայորդիների, մայրերի, քույրերի, երեխաների, ցեղասպանեցին, վաճառեցին Արցախը, վաճառում են Հայաստանը։ Այսօր ես նամակ եմ ստանում Բելգիայից, որտեղ որ ցույց է տալիս, որ իջնում է Զվարթնոց օդանավակայան, նրան SMS է գալիս, որ դու գտնվում ես Թուրքիայի Հանրապետությունում։ Սա է մեր իրականությունը։ Այսօրվա մեր հավաքը, որը որ Սև հովազ ջոկատի դրոշի ներքո լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանը, որ իր որդու հետ կյանքը դրեց, զոհեց, հանուն մեր մայրերի, հանուն մեր քույրերի, մեր սերունդների, նրա նպատակները և շատ հազարավոր ընկած տղաների նպատակները մենք պարտավոր ենք կատարելու։ Դա մեր պարտքն է։ Մենք պարտավոր ենք քայլելու դեպի հաղթանակ։ Մենք պարտք ենք մեր նահատակներին, մեր մայրերին, մենք պարտավոր ենք պահելու, պաշտպանելու մեր սերունդներին, հանձնելու իրական Հայաստան։ Իրական Հայաստան, որտեղ որ չի լինելու լաց, որտեղ թագավորելու է սերը, որ սիրելու են իրար։ Եկան, քանդեցին, խառնեցին, կիսեցին, տարիներ շարունակ բոլորս հիշում ենք 5000 դրամանոց, նվաստացրեցին մեր ժողովրդին, որպեսզի 5000 դրաման ընտրության տանեն, միտումնավոր ծրագրով կեղեքեցին, թալանեցին, նվաստացրեցին և բոլոր ժամանակների իշխանավորները միլիոնատեր դառան, բայց մեր հայրենիքի երկիրը, բանակը, պետությունը, տնտեսությունը մնացաղկատ։ Այսօր ժամն է, ժողովուրդ ջան, հովազներ, հովազների բարեկամներ, որդիներ, սերունդներ, ժամը եկել է ոտքի կանգնելու, Հայաստանը փրկելու, չատելու մեկս մեկին, հարևանին, ես հիշում եմ 30-40 տարի առաջ, որ հարևաներով հավաքվում էին, սիրում էին իրար, օգնում էին իրար։ Եթե մեկը խնդիր ուներ ամբողջ գյուղով կամ քաղաքով հարևաներով օգնում էին, բայց այսօր հարևանի որդին մահանում է, մյուս հարևանը հարսնիք է անում։ Սահմանում զոհվում են մեր եղբայրները, բայց օլիգարխները, որոնք մեր արյան վրա հարստացել են, սալյուտ են խփում ու հարսանիք են անում։ Սա է մեր իրականությունը։ Եվ այս ամեն ինչը մեր վզին է, որ մենք պիտի փրկենք, ժողովուրդ։ Ուզեք թե չուզեք, վաղը ձեր երեխաներին են տանելու, մորթելու, կեղծ պատերազմ են սարքելու ու նորից մորթելու են մեզ, մեր նման նվիրականներին։ Դրա համար բոլորդ ձեր հարևաներին, ձեր բարեկամներին, ձեր չգիտեմ համագյուղացիներին ու հարազատներին ասեք, վաղը այդքան հեռու չի, որ թուրքը մտնելու է քո տուն, բռնաբարելու է քո երեխային, ինչպես արվում էր Արցախում, մորթելու է քո տատում, պապում,
չի կարա համատեղի հայը Թուրքի հետ։ Նրանք լեցված են մորթելու, խմելու մեր արյունը։ Դրա համար նորից խնդրում եմ ձեզ, մի պահ ձեր սրտների մեջ, ձեր մտքերի մեջ, ձեր հոգիների մեջ մտածեք ինչ եք թողելու ձեր որդիներին։ Եկեք մենք վերջացնենք սա, մեր երեխաները, մեր որդիները չտառապեն։ Եկեք մեր սերնդով վերջացնենք այս ամեն ինչը, գնանք դեպի հաղթանակ։ Որպեսզի կարողանանք նայենք մեր թորների աչքերի մեջ, որպեսզի չարժանանանք մեր սերնդների անեծքին, որ ունեինք հնարավորություն կանգնեցնելու, բայց մենք լռում ենք։ Մենք լռում ենք, չենք կանգնեցնում, չենք բռնում ոմն մի քանի արկածախնդիրների ձեռից ու ասում լսի, այդ երբ ելավ Ադրբեջանը 100 տարեկան, որ մեր հազարամյակների պատմությունը գողացել է ու մեզ ասում է դուք եկվորներ եք, դուք տեղ չունեք այստեղ, սա Թուրքիան է, սա Ադրբեջանն է։ Մենք եղել ենք, կանք ու պիտի լինենք։ Այս ամեն ինչը կախված է ձերանից, յուրաքանչյուրից, դուք ամեն մեկդ կապ չունի 50 տարեկան ես, 60 ես, 70 ես, թե 20, դու պարտավոր ես պահելու քո երեխային, քո ծնողին, քո քրոջդ, քո կնոջդ պատիվը, ինչպես կասեր եղբայրս լուսահոգի, քո նամուս թասիբը։ Եվ վերջին ուզում եմ իր խոսքը ասել, սա Աստծո տունն է, մենք իրանք չունենք լքել Աստծո տունը։ Շատ շուտով կգա ժամանակ